Չէ, մարդը հստակ եկել է Նիկոլ Փաշինյանի դիմաց արտահայտվել է, կոպիտ ասած բանավիճել է հետը, հաղթել է ինչ-որ առումով այդ բանավեճում ու հիմա բանտարկված է։ Ակավորից վաղցած ապեցնես։ Հապետ վեր։ Ապա երրորդ ուր է։ Հələ կայնի։ Հələ որ էսի տնենք ոնց է։ Արա շատ լավն է։ Արա ո՞ր։ Էս կոչիկ է։ Որը սարդատ նկարում նայ։ Շատ լավն է, շատ։ Աղբեր ինձ։ Հələ առանց դրադի։ Ապա չէ, вообще էֆեկտ չկա։ Չէ, գլխարկով։ Արա ժողովուրդ, էսի իրական օֆիցերի գլխարկ Իրական չի, օքեյ է։ Ապա ուզում եք էսը չհակնեմ։ Չեն իմանալու։ Էլի սպառնում է նայ։ Արա չես սպառնում, ախպեր դե։ Բայց մենք ինչ կպցնենք։ Կպցնենք, երկու կողմը կպցրեք։ Աղբեր շատ։ Ապա ես մեկը ես եմ գծնում, որ զարվարակին է։ Ապա շարվարը օքեյ է, կանաչ Ահա, Էսի սպառնում է։ Արի հանենք սրանք։ Դարիսա ուսուցում է գործը կարել։ Ընթացքում կարաս խոսաս, եկել եմ գործ կարելու բան, ինչ կուզես ասա, կուզես մի ասա, դու որոշ։ Ռուպերով այդ բավարարը բացատրել պետք է։ Հա, ռուպերով ոչ իման չելեք չանենք։ Անում Okay։ Կարումը հետո եկան սպայդա։ Կարես պրծանում, կարում է պրծնում, հա, ասում է գործս կարեցի։ Ասում է հելեմ, գնացինք ստորի։ Դարիսա նստում է փոխ։ Համբայնակ քշում է։ Հա, կարող չի կարես ասած մի քիչ ներքև կանում ես։ Հա, ո՞նց անենք։ Հա, օքեյ, լհանի։ Ապեսի փոխվելու է։ Դա բերդը։ Եկուսանց կես, հա։ Հանգիստ գնա։ Հա, всё։ Էսի հասնես ֆռում է, հա։ Որ կոմով ես գնում, ապա հրաչ հետևից չես գնում։ Որ գնացնես է։ Հա, դասի սպասի է։ Լավ է գնանք դուք ճամփինքին։ Ես գիտեմ ազատությունով իշնենք։ Das System poster yazatlar kanalda kıpsın. Ben sakinonlar ya. Hakikaten vat kinoy me korot. Վау, մերսի շատ։ Իսկ Հայկով է։ Ես քեզ ինձ Instagram-ով գրի, քեզ պիպիկ ուղարկեմ Spider-Man-ի շորերով, լավ։ Սիրելի լրագրողներ, շնորհակալություն եմ հայտնում, որ եկել եք։ Այսօր մենք իրականացնելու ենք գործ կարելու ակցիա, որը նվիրված է լինելու Արթուր Օսիպյանին եւ մնացած մեր քաղբանտարկյալներին։ Մենք ակցիան հիմա կիրականացնենք, իսկ դրանից հետո վերջում կպատասխանենք ձեր բոլոր հարցերին։ Ակցիան համարում ենք սկսված։ Բոլորդ կարծում եմ ճանաչում եք հայտնի Spider-Man-ին, ինքը չէր կարող այս ակցիան բաց թողել ու ինքը եւս մասնակից է լինելու, սակայն այս անգամ ֆորմատը ուրիշ է լինելու, ավելի լուր մասնակից է լինելու եւ խոշոր հաշվով գործողություններին չի մասնակցելու։ Այժմ կանցնենք ակցիայի մյուս փուլին։ Կանենք, որ այդ գրված երև այլի ինչ եք անում, Քիչ կողքից արա։
գործ կարել, հա։ Բայց գիտես, Տենց գործեր եք կարել է։ հենց չի, գիտեք հեշտ է իմ գործը, հա։ Երթական աշխատանքային է։ Հանրապես հեշտ չի, հա։ Գործը բազա է։ Բաջում վարելու ակցիաներ պետք անում։ Յուղը իմ կողմից։ Սպասեք գործից վերջացնենք։ Իմ հետ եք։ Չէ։ Ես ուզում եմ հրաժարվելու բնականաբար։ Գնացեք ինքը գործը կարել։ Ես կոման։ Ես ուզում եմ, որ յուղ վարեք մի օր։ Արագ հայտնի։ Դուք տեսաք, որ Spider-Man-ի վրա ձեր աչքի առաջ գործ կարվեց, ինչը մենք տեսնում ենք նաև իրականությունում։ Մենք խիստ անարդար ենք համարում այն, որ Արթուր Օսիպյանին ձերբակալել են, դա տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ ու որևէ պատճառ չկա Արթուր Օսիպյանին այսքան ժամանակ պահելու, առավել ևս, ինչպես գիտեք, Արթուր Օսիպյանը 14 օր է արդեն հացադուլ է անում։ Մենք կարծում ենք իհարկե, որ Արթուր Օսիպյանից բացի Հայաստանում էլի կան քաղբանտարկյալներ, որոնց նկատմամբ գործերը տարբեր կերպ կարվել են, սկսած նրանից, որ կեղծվել են որոշ ապացույցներ, մոնտաժվել են կամ կարվել են ինչ-որ բաներ, բայց այսօրվա ակցիան շատ կուզենք հենց կենտրոնանա Արթուր Օսիպյանի համար ու բոլորին դեմ եմ այս խիստ անարդարությանը չէր կարող բաց թողել անդրադառնալը։ Մենք իհարկե այլ ակցիաներ ունեինք պլանավորած, բայց այս խիստ անարդարությանը չէինք կարող չանդրադառնալ ու այսօր այս կերպ անդրադարձանք գործ կարելու ակցիային։ Դուրս չի ընդունվում հասարակության կողմից նման ակցիաները։ Մենք բոլորս այստեղ կանգնած էինք, թե դուք լրագրողները, թե մարդիկ, ովքեր ուղակի եկել են, ես որևէ անլուրջություն չտեսա, որևէ ժպիտ չտեսա այս ամեն ինչի մեջ, որովհետև մենք շատ լուրջ էինք մոտեցել այս ակցիային, ու այդ ակցիային այնքան լուրջ էինք մոտեցել, որ հնարավորինս մոտիկ էր արված նրա, ինչ որ իրականում տեղի է ունենում։ Սա կարծեմ ձեր թվով 8 կամ 9-րդ ակցիան է, հաջորդիվ ինչի սպասենք, ինչ է կան։ Հաջորդիվ իհարկե քարոզարշավը դեռ չի ավարտվել, ու մինչև ամսի 5-ը մենք ունենք մտածած ակցիաներ, որոնք ըստ պլանի անելու ենք, չբացահայտեմ, բայց ամեն դեպքում հայտարարելու ենք, ձեզ անպայման տեղեկացնելու ենք, հուսով ենք, որ դուք էլ կգաք ու կլուսաբանեք։ Ազատություն Արթուր Օսիպյանին։ Ազատություն Արթուր Օսիպյանին։ Ազատություն Արթուր Օսիպյանին։ Եվ մնացած թափանցիկներին։ Բոլոր քաղբանտարկյալներին։ Այո։ Իսկ դուք նաև ձեր ակցիաների շրջանակներում զահլատ անելու ինչ-որ արձան եք տեղադրել ռադիոտան դիմաց, դա հիմա տեղում է, թե տարել են։ Մենք հրապարակել ենք համապատասխան վիդեո, որով երևում է, թե ոնց են գալիս ու մարդիկ այդ զահլեն տանում։ Ամենայն հավանականությամբ այդ մարդիկ Երևանի պետական համալսարանի աշխատակիցներ էին, բայց անունները չի պարզվել, մենք վիդեո հրապարակել ենք, ձեզ էլ կխնդրեմ, եթե ինչ-որ հնարավորություն կա ձեր միջոցներով հասկանալ այդ մարդիկ ովքեր են, իմանանք, բայց իրանք այնքան վատ էին այդ զահլեն տարել, մի քիչ լավ չէին վիզ դրել, որ մենք գտանք այդ արձանը ընդամենը դիմացի մայթում ու զահլայի արձանը վերատեղադրված է ու հույս ունենք, որ այդ խորհրդանշական խորհուրդը կմնա ու այս ընտրություններում այնպիսի փոփոխություններ կլինեն, որ ոչ մեկ չփորձի եւ մարդկանց զահլեն տանել եւ արձանը կմնա որպես հուշ հետագայում զահլա տանողների։ Ես Արթուր Օսիպյանին անձնապես չեմ ճանաչում, բայց ուսումնասիրել եմ իր գործունեությունը
գործունեությունը որոշակի չափով։ Ես գիտեմ, որ Արթուր Օսիպյանը առաջի հերթին այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը իրան մեղադրում է թռած անվանելով, թռած չի եղել այդ մարդը, մասնակցել է պատերազմին, դրա վկայություններ էլ կան։ Երկրորդ բանը, որ ինքը կազմ է եղել այդ Նիկոլ Փաշինյանի նշած մարդկանց, դա էլ այդպես չի եղել, ինքը հակառակը միշտ պայքարել է։ Հիմա, բայց ես չեմ ուզում այդ մասում խորանալ, որովհետև չեմ ուզում համարել, որ եթե ինքը չպայքարել կամ պատերազմին մասնակից չլիներ, այն ինչ որ իր հետ տեղի ունենում, դա արդարացի է։ Կապ չունի, էլի, պետք չի այդ պլանկեն այնպես դնենք, որ անպայման եթե մարդը պատերազմին գնաց է, մասնակցել է, բոլորի դեմ պայքարել է, այս արեն արե, նոր մենք իրան պետք է համարենք քաղբանտարյակալ կամ ոչ։ Չէ, մարդը հստակ եկել է Նիկոլ Փաշինյանի դիմաց արտահայտվել է, կոպիտ ասած բանավիճել է հետը, հաղթել է ինչ-որ առումով այդ բանավեճում ու հիմա բանտարկված է։ Իմ ընդամենը բանը հետևյալն է ու իրավապահ մարմինները շատ արագ արձագանքել են դրան։ Ես այդտեղ խնդրեմ եմ տեսել ու մենք այդտեղ խնդրեմ ենք տեսել ու դրա համար այս ակցիան կազմակերպել ենք։ Արթուր Օսիպյանին քաղբանտարկյալ եք համարում։ Այո, այս ակցիան դրա մասին էր։ Շնորհակալություն ձեզ։ Ինքն շնորհակալ։ Հաջողություն։ Հա։ Մյուս ակցիան ժամանակով ավելի։ Առհասարակ ձեր ակցիաները ավելի իրոնիկ բնույթ են կրում, դա ինչին է ծառայում, ոնց է գնահատում ձեր շանսերը, այդպես ինչ խորհուրդ ունեն դրա։ Մեր շանսերը բավականին բարձր են գնահատում։ Մենք այս երևի կարելի ասել միակ քաղաքական ուժն ենք, որ այս ընթացքում 3 անգամյա աճ ենք գրանցել մեր ռեյտինգում ու դրանից հետո շարունակել ենք այն տեմպով ինչ որ արել ենք, մի բան էլ ավելացրել ենք։ Ես վստահ եմ, որ մենք արթնացրել ենք բավականին շատ երիտասարդների ու բոլորին դեմ մարդկանց, ու եթե այդ մարդիկ մեզ լսեն ու հունիսի 7-ին գնան քվեարկեն բոլորին դեմ են, քվեաթերթիկ համար 2, 4% էլ չէ, 10% մենք կհավաքենք։ Մեզ մնում է ընդամենը այս մեսիջները շարունակաբար տեղ հասցնել, ինչը մենք անում ենք։ Հաջորդիվ լինելու են ակցիաներ, որոնք էլի տարբերվելու են իրանց կրեատիվությամբ, ամեն անգամ մենք փորձելու ենք գերազանցել նախորդ ակցիան, ու մենք կարծում ենք, որ հնարավորություն կլինի հասնելու նշած քաղաքացիներին։